Ողջույն։ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը միայն իրավական գործընթացի շրջանակում դիտարկելը կարող է ամբողջությամբ չբացահայտել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը։ Իհարկե, իրավական կողմն իր առաջնային նշանակությունն ունի։ Քոչարյանին վերագրվող մեղադրանքների հիմքում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալների առկա են առանձնապես խոշոր չափերի կաշառքի եւ փողերի լվացման վերաբերյալ պնդումներ։ Սակայն այս ամենի կողքին կա նաեւ քաղաքական մեկ այլ շերտ, որն ըստ իս արժե դիտարկել։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի այն քաղաքական գործիչներից է, որի անունը տասնամյակներ շարունակ ասոցացվել է Ռուսաստանի հետ ռազմավարական եւ քաղաքական սերտ հարաբերությունների հետ։ Իդեպ իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ բնութագրելով իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները նշել էր, որ դա քիմիա է, որը ոչ միշտ կարող է բացատրել։ Եվ ըստ այդմ Քոչարյանի նկատմամբ նման մասշտաբի գործողությունը Մոսկվայի համար կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Հատկապես ուշագրավ է տեղի ունեցածի ժամանակահատվածը։ Վերջին ամիսներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տնտեսական, քաղաքական մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս։ Հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկել էին հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի շուկա արտահանման սահմանափակումների հարցը։ Փաշինյանը նշել էր, որ այդ սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ ԵԱՏՄ կանոնակարգերին։ Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը կարելի է դիտարկել նաև որպես հնարավոր քաղաքական ուղերձ ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Ռուսաստանին։ Այս վարկածի տրամաբանությունը հետևյալն է. եթե նախկին նախագահը շարունակում է ընկալվել որպես ռուսական քաղաքական ազդեցության կարևոր հենարան Հայաստանում, ապա նրա նկատմամբ կոշտ իրավական գործողությունը կարող է միաժամանակ լուծել մի քանի խնդիր։ Նախ իշխանությունը փորձում է թուլացնել Հայաստանի ներսում այն քաղաքական եւ տնտեսական շրջանակները, որոնք ավանդաբար ավելի մոտ են եղել Մոսկվային։ Երկրորդ, այն կարող է ցույց տալ, որ Երևանն այլևս պատրաստ է ինքնուրույն որոշումներ կայացնել անգամ այն ուժերի նկատմամբ, որոնք նախկինում համարվել են Ռուսաստանի հետ հարաբերությունների առանցքային կրողներ։ Եվ երրորդ, սա կարող է լինել ազդանշան, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում ընդունել Ռուսաստանի տնտեսական կամ քաղաքական ճնշումները որպես նախկին ազդեցության լծակ։ Այս վարկածի օգտին խոսող մեկ այլ հանգամանք էլ այն է, որ գործը չի սահմանափակվել միայն Ռոբերտ Քոչարյանի անձով։ Գործողությունները տարածվել են նրա ընտանիքի անդամների եւ փոխկապակցված տնտեսական կառույցների վրա։ Իսկ նույն քրեական վարույթի շրջանակում հանրային հետապնդում է հարուցվել նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այսինքն այստեղ կարող է լինել ավելի լայն քաղաքական նպատակ, Հայաստանի նախկին իշխանական համակարգի այն հատվածի չեզոքացում, որը ներկայիս իշխանության համար դիտարկվում է որպես արտաքին ազդեցության հենարան։ Իհարկե, այս ամենը դեռ չի նշանակում, որ Քոչարյանի ձերբակալությունը Ռուսաստանի դեմ քայլ է։ Այդպիսի եզրակացության համար անհրաժեշտ կլինեն շատ ավելի հստակ փաստեր։ Ավելին, իրավապահ մարմինների ներկայացրած քրեական մեղադրանքներն ինքնին պետք է քննվեն դատարանում եւ քաղաքական գնահատականը չի կարող փոխարինել իրավական գործընթացին։ Բայց քաղաքականության մեջ երբեմն կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հայտարարվում, այլև այն, թե որ պահին ում նկատմամբ եւ ինչ համատեքստում է իրականացվում գործողությունը։ Այս տեսանկյունից Քոչարյանի ձերբակալությունը կարելի է դիտարկել որպես Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող ավելի լայն քաղաքական վերադասավորման մաս։ Այդ վերադասավորման կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանի արտաքին կողմնորոշման փոփոխությունն է Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունների մոտելից ավելի ինքնուրույն քաղաքականության անցնելու փորձը։ Եվ եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա Քոչարյանի գործը կարող է ունենալ երկակի հասցեատեր։ Մեկը Հայաստանի ներսում, մյուսը Մոսկվայում։ Իշխանության այս քայլի հիմնական քաղաքական ուղերձը պարզ է։ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ այն քաղաքական գործիչների ու տնտեսական շրջանակների նկատմամբ, որոնք նախկինում ընկալվել են որպես ռուսական ազդեցության հենարան, այլևս չի պատրաստվում քաղաքական բացառություններ կիրառել։ Ինչևէ, Քոչարյանի ձերբակալության իրական շարժառիթների վերջնական գնահատականը հնարավոր կլինի տալ միայն այն դեպքում, երբ ավելի ամբողջական դառնան քրեական գործի փաստերը եւ պարզ դառնա, թե ինչ կապ կա իրավական գործընթացի, իշխանության ներքաղաքական հաշվարկների եւ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ընթացիկ լարվածության միջև։
Այնուամենայնիվ արդեն այսօր ակնհայտ է մի բան. Քոչարյանի նկատմամբ այսպիսի մասշտաբի գործողությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում պարզապես հերթական քրեական պատմություն չէ։ Այն ունի լուրջ քաղաքական արձագանք եւ դրա հնարավոր ազդեցությունը պետք է գնահատել նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ավելի լայն համատեքստում։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։